Խաչին թառած այս գյուղը հենց այդպես էլ կոչվում է՝ Խաշթարակ, Տավուշում է, ադրբեջանական սահմանին ավելի մոտ է, քան մարզկենտրոնի Ջևանին։ Մեր գյուղը համարվել է 20-րդ դարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհի ամենագեղեցիկ գյուղը։ Իրոք գեղեցիկ այս գյուղը հայկական Հոլիվուդն է։ Հայ ֆիլմը մոտ 10 ֆիլմ է նկարահանել այստեղ։ 64-ամյա Էդիկ Վանեսյանը փորձում է գոնե լիամետրաժ կինոնկարները հիշել։ Առաջին ճանապարհն ավել։ Ճանապարհը։ Երկրորդը ջրերը բարձրանում են։ Երրորդը լուսանկարը։ Չորրորդը տղամարդիկ, հինգերորդը մենք ենք մարսալերը, լուսանկարը մտել հուշալ ցանկայ կարծամենտրաժ։ Ասում են Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը այնքան էին սիրում նկարահանման այս հրաշալի հրապարակը, որ իրենց խաշթարակցի էին համարում։ Այդ ոնց հասարանը որ գալիս է տղամարդիկ կինոն նկարահանելու, Ֆրուզիկին ասում է մի հատ գյուղել պետք է լի են աղջկա համար, մի գյուղել արամած գյուղն էլ պետք է լի, Ֆրուզիկն ասում է գնալու ենք մեր գյուղը։ Այման ասում է դու լեննականը ասում է չէ գնալու ենք մեր գյուղը։ Այնա նստում են Իրան այն ժամանակ մի հատ մաշ 21 ուներ, կապույտ գույնի, գալիս է մեր գյուղը։ Վերջին ֆիլմը այստեղ անցած դարում է նկարահանվել, բայց Խաշթարակի համար դարակազմիկ իրադարձություններ հիմա էլ լինում են։ 4 տարի առաջ այս դաշտերում նորից շատ տեսախցիկներ կային, մայր ջրանցքի բացման հանդիսություններ։ Դա մեծ իրադարձություն անձամբ Օսեն նահանգապետ Պատիկ Դևեջյանն է եկել, անձամբ հանդիպել եմ, հետը զրուցել եմ, հետը նկարվել եմ, բայց այս Պատիկ Դևեջյանը խոստուց, որ 5 տարուց հետո ես անպայման գալու եմ։ Ազնվորն եմ ասում, այս ինքը այսպես հենված, այսպես այս դիրքում։ Նրանք էլ դիմացից նկարում են։ Այդ նկարն էլ կա։ Պատրիկ Դևեջյանը Ֆրանսիայի այն շրջանի ղեկավարն է, որը Հայաստան հիմնադրամի միջոցով ֆինանսավորել է Խաշթարակով անցնող ջրանցքի վերակառուցումը։ Դա մար ջրանցքն է, որը կառուցվել է 1936 թվականին մեր գյուղի ժողովրդի միջոցների հաշվին։ Կոլխոզի այն ժամանակ կոլխոզ աղել, նրա հաշվին։ Մինչև այդ ջուր չի մնացել գյուղը։ Հետո վերանորոգել վերջումն էլ մեր հիմնադրամը, համայնքական հիմնադրամը եկավ լրիվ վերանորոգեց իրան բոլոր կոմունիկացիաներով, ամեն ինչով։ Մի ժամանակ գրեթե ամայացած այս հողերը հիմա նորից բերք են տալիս՝ կարտոֆիլ, լոբի, ծխախոտ։ Մի 20-30 հեկտար ջրիտակ հող կար, բայց չէին մշակում ժողովուրդը։ Ունենք 130 հեկտար ջրիտակ վայելավ, այս որը կանալից օգտվում է։ Բայց այդքանը չէին օգտագործում, բայց հիմա խնդրեմ նայեք, հիմա նայեք, որ ոչ մի անմշակ հող չկա, որտեղ ջուրն դիքյանք։ Քարի վրա էլ եթե ցանես ջրես մի բան կստացվի։ Խաշթարակը հիմնականում եղել է կարտոշկի գյուղ։ Մեր գյուղը կարտոշկի են այն ժամանակ, տալ է միջև Բաքու։ Ժողովուրդը օգուտ են անում, էլի, ինչքան ջրում են, այնքան օգուտ են անում։ Հա։ Առանձնապես այս ջուրը չի գտրում։ Սուրեն, ինչքան լոբ է ծախել անցյալ տարի 1000 մետրից։ 2 տոննա։ 2 տոննան 200 դրամ ու 400,000 դրամ։ Ոռոգման ջրի պես դեռ չեն վարարել գյուղացու եկամուտները, բայց հող մշակելով տուն պահելու հույսը փրկվել է խորտակումից։ Նորոգված ջրանցքից մի քանի գյուղ է օգտվում։ Լուսահովիտը, Իջևանի մի մասը, Իջևան տարածքա, շատ փոքր է։ Լուսահովիտը, մենք, Դիտավանը, մեկ էլ բանը։ Դիտավանը ռվազունն էլ մեկ էլ ազատամուտը։ Հայկական կինոյի աստղերի հետ սեղան նստած խաշթարակցիները հիմա էլ հպարտանում են շուտ-շուտ իրենց գյուղայցելով սփյուռքահայ բարերարներով։ Նրանց, ինչպես հայկական կինոյի դասականներին, այստեղ խաշթարակցի են համարում։ Այդ լրիվ հիմնադրամն արել է մեր գյուղում։ Այդ ամենաշատը հիմնադրամը բան չի էլի, մեր գյուղումն արել։ Մեր գյուղը չափ երևի ոչ մտեղ արած չի հիմնադրամը։ Ու մենք գողոսնակը կանավն է, դպրոցն է, ամբուլատորիան է, գազաֆիկացումն է։ Հա, տնկիններ են տվել ժողովրդին։ Շատ մեծ օգնություն են ցույց տվել։ Մենք հիմնադրամից շատ գոհ ենք։